Եկեք սրճենք միասին հաղորդում, երբ բացահայտում եւ ծանոթանում ենք Hi-Find-ում գրանցված բիզնեսների հիմնադիրներին եւ մարդկանց, ում շնորհիվ այդ բիզնեսին սկսում են վստահել։ Ողջույն Արաքս ջան։ Ողջույն Հերմինե ջան։ Շատ մերսի, որ հրավերը չմերժեցիք ու այսօր մեր տաղավարում եք։ Շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Մեծ սիրով։ Այսօր փորձելու ենք բացահայտել ձեզ որպես բիզնես հիմնադրի։ Ու այստեղ ունենք հարցեր ու առաջադրանքներ, որ հուսով եմ կբացահայտեն ձեր տեսակը, թե որպես մարդ, թե որպես բիզնես հիմնադիր, պատրաստ եք։ Այո։ Նախքան սկսելն առաջարկում եմ սուրճ խմենք։ Սիրով։ Եթե դեմ չեք։ Սիրով։ Հաճախ եք սուրճ խմում, թե չէ, օրվա ընթացքում։ Ոչ հաճախ։ Չեք սիրում։ Ոչ։ Երբեմն կարիքը լինում է։ Ահա։ Սկսենք։ Սկսենք։ Ընտրեք մեկ գույն։ Հարցական։ Ահա, դա։ Սովորաբար սևի տակ հարց չենք ունենում, այլ ակնկալում ենք հարց ձեզանից, որի պատասխանը կցանկանաք բարձրաձայնել։ Ինչի հետ կապված։ Միգուցե այնպիսի հարց, որ ձեզ դեռ չեն տվել, կամ միգուցե այնպիսի մի բան, որի մասին կուզեիք խոսել, կամ հաճախ տրվող հարց, որի էլ չեք ուզում պատասխանել։ Բիզնեսի հետ կապված թե կապ չունի։ Ցանկացած։ Ահա, շատ եմ։ Քանի որ բիզնեսը նոր է, կցանկանամ բիզնեսի հետ կապված հարց բարձրացնել, որը որ դեռևս չի հնչել։ Այ օրինակ հնարավոր է հարց, որ ուր եք պատկերացնում լինել, որտեղ եք պատկերացնում լինի բիզնեսը համովը առաջիկա, չգիտեմ, 1 տարվա ընթացքում կպատասխանեմ, որ 1 տարուց ցանկանում եմ անպայման ունենալ սեփական վաճառակետ, որտեղ կցուցադրվեն համովի բոլոր տեսականիները եւ կունենանք համտեսի հնարավորություն։ Ձեզ հաջողություն շատ։ Դու շարունակենք։ Ընտրեմ դեղին այսօրվա գույների մեջ։ Ունենք առաջադրանք։ Սեղանին ունենալու են 3 միանման փակ սրվակներ։ Արաքս ջան, կխնդրեմ ընտրեք միայն մեկը ու բացեք։ Տեսնենք ինչ է ներսում գրված։ Տեսնեմ, թե ես կարդամ։ Նախուտեստ։ Նախուտեստ։ Հիմա ձեզ հարց։ Եթե մենք միասին պատրաստենք նախուտեստ, ինչ եք կարծում, ինչ բաղադրիչներ եւ համեմունքներ կընտրեիք դրա համար։ Նկատի ունեմ համովը եւ Hi-Find-ը։ Նախուտեստ որպես աղցան կընտրեի, որտեղ կավելացնեի անպայման համովի փոշիներ կանաչների տեսքով եւ ինչու ոչ նաեւ բազուկի փոշին, որտեղ աղցանների հետ շատ հիանալի համադրություն է լինում։ Կախված աղցանի տեսակից կարելի է նաեւ ծիրանի փոշին օգտագործել, որը նաեւ աղի քաղցր համադրությունը շատ գեղեցիկ համեղ է ստացվում, քիմքին շատ հարմար է լինում։ Մերսի։ Որոշակագույն։ Այստեղ ունենք հարց։ Մինչև ձեր բրենդի ստեղծումը, ինչով եք զբաղվում։ Մինչև նախքան բրենդի ստեղծումը ցիկլիտային շրջանում է, որը որ բավականին, այսպես ասեմ, լճացման փուլ էր սկսել ինձ մոտ։ Դրանից առաջ իհարկե բավականին մեծ աշխատանքներ ունեի կատարած, վաճառքի մասնագետ, մարքեթինգ եւ այլն, բայց այն շրջանում, երբ որ ինձ տարավ դեպի այն շրջանը, որ տարավ ինձ համովի ստեղծմանը, այդտենց ցիկլիտային փուլներ, 2 բալիկների հետ պատկերացրեք, բոլոր մամաները ինձ թվում է կհասկանան։ Այդ ժամանակ արդեն մտքեր եկա, որ կարելի է ստեղծել ինչ-որ բիզնես, որը որ կօգնի նաև երեխաներից մեծացման ընթացքում զուգահեռաբար տանել այդ ամեն ինչը, հա, ու այդ փուլից դուրս չգալ ամբողջությամբ։ Ու նաև քանի որ իմ ամուսնու մայրիկն ու հայրիկը ունեն ջերմատներ, այդտեղ մշակում են կանաչիներ, բանջարեղեն եւ այլն, ու բնականաբար շուկա տանելուց հետո, եթե օրինակ առաջին օրը չի վաճառում, իր արտաքին տեսքը կորցնում է վաճառքի, միտք առաջացա, որ կարելի է այդ ապրանքը, քանի որ ոչ մի խնդիր չունի, ինչ որ վնասվածք չունի, ուղղակի իր վաճառքի տեսքն է կորցրել, կարելի է օգտագործել այն միտքը, որ չորացնենք, հետո հասկացա, որ կարելի է փոշիացնել, որ ավելի հարմար լինի օգտագործմանը, ավելի հեշտ, ու այդպես միտքը առաջացավ։ Շատ լավ։ Սեցինք ծնվեց այդպես համովը։ Արդեն ինչքան ժամանակ է։ 1 տարուց ավել է արդեն համովը, այո։ Իսկ եթե հանկարծ չլիներ համովը, ինչ է կարծում, ինչով կզբաղվեիք դուք։
ինձ թվում է պետքա փնտրտուքների մեջ լինեի ու ստեղծեի ինչ-որ մի բան, որը որ արտադրություն կլինի, որտեղ իմ կյանքի ամբողջ, այսպես ասեմ, նպատակը եղել այն, որ ստեղծեմ ինչ-որ բան, որը որ կլինի Հայաստանում ու կլինի արտադրության տեսքով, որ կարողանանք հայկական արտադրանք ունենալ, ու կյանքը տարավ նրան, որ այսպես ասած բիզնեսից բիզնես ստեղծվեց ու ծնվեց այսպես մեր համովը։ Սպիտակը Նորից առաջադրանք։ Այս անգամ սեղանին ունենալու ենք 4 քարտ, ներկայացնելու են օրվա 4 պահերը՝ առավոտ, կեսօր, երեկո եւ գիշեր։ Արագ ջան, ընտրեք օրվա այն հատվածը, որը ձեզ համար ամենից շատն է ասոցացվում ընտանիքի հետ։ Ամենաշատը երևի թե առավոտը եւ երեկոն, առավոտյան իհարկե չենք հասցնում շփվել իրար հետ ընտանիքի անդամներով, բայց այն որ միասին արթնանում ենք այդ թողուբոը առավոտյան երեխաներին պատրաստելը, պարտեզ տանել եւ այլն ընտանեկան է ստացվում, ճիշտ է, որ ասեմ, այդքան է հաճելի չի, այն առումով որ պարտականությունները, իսկ երեկոյան արդեն երբ որ հավաքվում ենք, արդեն ավելի ջերմ, ավելի հանգիստ, մթնոլորտը բոլորս մեր գործերը կարելի է թե կարելի ասել ավարտել ենք ու կարելի է հանգիստ շփվել, ունենալ այդ կոլորիտը ընտանեկան։ Իսկ ամենասիրելի պահը հենց ընտանեկան հավաքույթներում ո՞րն է ձեզ համար։ Սիրում եմ, որ հյուրեր ենք ունենում շատ, օսորաբար լինում են, հյուրերը երբ որ գալիս են իրար գլխի ենք հավաքվում, մեկը ինչ-որ մի պատմություն է պատմում, կամ օրինակ խաղեր ենք խաղում, այդ խաղերի ժամանակ ավելի հետաքրքիր է, որտեղ ինչքան էլ ճանաչում են մեկը մյուսին, խաղի ժամանակ կարողանում ես բացահայտել էլ ավելին։ Այդ եմ շատ սիրում։ Ու ձեր մոտ լավ ստացվում է, ինձ թվում է։ Ասում են։ Արագ ջան, մեզ մնաց 4 գույն։ Կխնդրեմ ընտրենք հաջորդը։ Կարմիրը ընտրենք այս անգամ, խնդրեմ։ Ունենք հարց։ Որքանով տեղյակ եմ, դուք մասնակցում եք տարբեր միջոցառումների, նախաձեռնությունների եւ ծրագրերի։ Այ հետաքրքիր է, ինչ եք փնտրում այդ հարթակներում։ Գիտելիք, ծանոթություններ, կապեր, թե Այսպես պատասխանեմ, ամբողջը իրար հետ մի կոմպլեկտով առաջին հերթին բրենդի ճանաչելիությունն եմ ուզում մեծացնել ցուցահանդեսներին, տոնավաճառներին մասնակցելով, բնականաբար մասնակցելով կարողանում եմ նեթվորքինգը ապահովել, որովհետև շատ բիզնեսմենների, բիզնեսվումանների հետ եմ ծանոթանում, որոնց հետ հնարավոր համագործակցություններ ենք փնտրում, երկուստեք, այսինքն եւ մեզ համար է դա լավ եւ իրենց, որտեղ որ մենք մասնակցում են նաեւ այնպիսի բիզնեսներ, որոնք գրեթե նույն հարթակների վրա են, այսինքն սկսնակ կամ միջին, հա, որոնք կարիք ունեն դեռ ճանաչելիության այդ հարցը փակելու։ Այսպեսով այդ ամբողջը մեկ տեղում ենք։ Իսկ ամենահաջողված միջոցառումը կամ նախաձեռնությունը, որին մասնակցել եք ու ունեցել եք լավ տեսանելիություն, որն ա եղել։ Ճիշտն ասած, շատ նախ հավանել եմ Բերքի տոնը, այնտեղ բավականին մեծ ակտիվություն կար, գրեթե ոչ մի հաճախորդ, որ մոտեցել է մեր սեղանիկին, առանց համեմունքի փորձարկման եւ իր հետ գնում կատարելու, տանելու չի հեռացել։ Դրա համար շատ հաջողված էր։ Որակի նշանին ենք մասնակցել անցյալ տարի դեկտեմբերին, Մերիդիանում էր, էլի հաջող համագործակցություն էր, բավականին շատ հյուրեր ունեին, մասնակիցներ, որոնք որ շրջում էին, օգտվում էին, համտես էին անում ու անգամ այնպիսի գործընկերներ կան, որ եկան, տեսան ու փորձեցին առաջարկներ անել, որ կարողանանք համագործակցել, որը որ շատ մեծ հնարավորություն էր։ Շարունակենք։ Այո, նարնջագույնը։ Այստեղ նորից առաջադրանք։ Այս անգամ սեղանին դրված է լինելու 3 առարկա՝ բաղադրատոմսերի տետր, բանալի եւ սերմեր։ Կխնդրեմ ընտրեք միայն մեկը։ Բաղադրատոմսեր կընտրեմ այս անգամ։ Ինչու՞։ Որովհետև այս պահին իմ կյանքի այն փուլն է, որ ինձ հետաքրքիր են ինչ բաղադրատոմսերով ուտեստներ կարելի է պատրաստել, որտեղ կարող ենք օգտագործել համովին, որովհետև համովը ինքնին ունի բազմազան համեր ու դրա համար փնտրում եմ նոր բաղադրատոմսեր, որ մարդկանց հետաքրքիր կլինի ու կարողանան կիրառել համովը հենց այդ բաղադրատոմսերով։ Իսկ փորձում եք հեղինակային բաղադրատոմսեր ստեղծել։ Փորձում եմ, բայց դեռևս սկզբնական փուլում եմ, անպայման հետագայում նաև կտեսնեք տեսանյութերի միջոցով նաև իմ պատրաստածը, հուսով եմ շատ շուտով։ Անհամբեր կսպասենք։ Շնորհակալ եմ։ Շարունակենք։ Դուք չասեցիք ձեր սիրած գույնը ո՞րն է։
Շատ են։ Շատ։ Իրականում շատ են, ես ինքս գույներ սիրող մարդ եմ ու ինձ հենց գույներով են ճանաչում։ Ահա, եթե անգամ սոցիալական էջը թերթեք, կտեսնեք, որ Արաքսը միշտ ինչ որ գույների մեջ է, կլինի նարնջագույն, վարդագույն, չգիտեմ, կապույտ, կանաչ, այսինքն գույները, ու ինձ էլ սովորաբար որ ուզում են ինչ որ բնութագրիչ ասել, ասում են Արաքսը գույն է։ Այսպես են շատ ասում։ Ու այդպես հասկանում եմ, որ ամեն գույնն էլ իր յուրահատկություն ունի, դրա համար չեմ ուզում առանձնացնել, որտեղ ամեն մի պահի համար ինչ որ մի գույն ընտրում եմ անպայման։ Շատ լավ։ Ոնց որ այսօր։ Շատ սիրուն։ Շնորհակալ եմ։ Ունենք հարց։ Դուք հաճախ ինքներդ եք ներկայացնում ձեր բրենդը եւ հանդես գալիս որպես բրենդի դեմք։ Այդպես է, չէ՞։ Այո, բրենդ ամբասադորը հենց ես եմ։ Այո, եղել է փուլ, երբ ցանկացել եք պարզապես զբաղվել միայն բիզնեսի կառավարմամբ ու ոչ մի առնչություն չունենաք կոնտենտի ստեղծման մասով։ Ոչ, չի եղել դեռ տենց բան, որտեղ շատ հաճույքով եմ ես դա անում, ինչ միջոցառման էլ որ գնամ, փորձում եմ ինքս էլ կոնտենտ ստեղծել, բացի այն որ ֆոտոգրաֆներ են լինում, վիդեոգրաֆներ են լինում, հա, փորձում եմ ինքս էլ ստեղծել իմ աչքով տեսածը լուսաբանել ու այդ ամեն ինչը ներկայացնել իմ հետևորդներին ու շատ է լինում որ ասում են կասեք ինձ ձեր SMM-ի կողը, ասում եմ ամբողջի ես եմ անում այս բանին, հա, դեռևս հասցնում եմ այն ամբողջ, այսպես ասած A to Z ամբողջ ցիկլով անցնել ինքս անել, որտեղ կարևորում եմ որ բրենդում առաջին հերթին դու ինքդ ամեն ինչին տիրապետ ես, կլինի մակրություն, կլինի, չգիտեմ, կանաչիների լվանալը, մշակելը, աղալը, այդ ամեն process-ի միջով դու չանցնես, դու չես իմանա հետագայում քո աշխատակիցները ինչի միջով են անցնելու, ոնց պետք է իրանց պարգևատրես, որ իրանց էլ հաճելի լինի, որտեղ ի վերջո աշխատանքը պետք է անել իդեալական, գոնե տանել իդեալականին, հա։ Այո։ Իսկ խրախուսանքները միշտ էլ հաճելի են։ Իհարկե։ Արաքս ջան, մեր վերջին հարցը։ Ահա, ունենք բլից հարցեր այստեղ։ Պատրաստ եք։ Այո։ Որն է ձեր առաջին արտադրանքը համովի։ Համեմի փոշի, եթե չեմ սխալվում, համեմի փոշին էր։ Այո։ Ահա։ Կադրում հայտնվելը ձեզ համար հաճելի է թե պարտավորություն։ Հաճելի է։ Որն է ձեր ամենահաջողված համագործակցությունը բլոգերի հետ։ Բլոգերների հետ համագործակցությունը շատ են, բոլորին շատ սիրում եմ ու իրանց ներդրումը կարելի ասել հավասարապես է, դրա համար չեմ ուզենա ինչ-որ մեկի նեղացնեմ, մեկի անունը տալով։ Որքան կարևոր է էսթետիկան ձեր բովանդակության մեջ։ Շատ սիրում եմ էսթետիկ կադրեր ու փորձում եմ դրան տանել մեր համովի կոնտենտը։ Տանն ամենահաճախ օգտագործվող համեմունքը ձեր կողմից։ Բազուկի փոշին։ Բազուկի եւ սպանախի փոշիները շատ եմ օգտագործում, իրանք շատ կիրառելի են գույնը տալու համար, համը տալու համար ու էսթետիկ վիճակների։ Ինչն է ամենադժվարը բրենդն անձամբ ներկայացնելու մեջ։ Միակ բանը, որ պետք է այդ համարձակությունը գիտելիքների պաշարն է, որը համադրելիս ստանում ենք շատ լավ արդյունք։ Դեռևս այդպես ենք առաջ գնում։ Բրենդի գաղափարը որտեղից սկսվեց։ Արդեն խոսել եք մի փոքր։ Ձիկրիտային շրջանից սկսվեց, հետո համեմունքներ, կանաչիների, բանջարեղենի առաջնային տեսքը կորցնելուց հետո դրանք ոչ թե թափոնի վերածելու, այլ օգտագործելու, վերամշակելու շրջանաձև տնտեսությունը զարգացնելու այդ խթանը տարավ նրան, որ ծնվի մեր գեղեցիկ համովը։ Եթե մեկ օրով անջատեք սոցիալական մեդիան, ինչ կկորցնի համովը։ Հաճախորդներ Հաճախորդներ կգործնի, որովհետև մենք շատ են գրում, զանգում ու եթե դրանց չարձագանքես, բիզնեսը կտանենք անկման։ Ամենավառ հիշողությունը ձեր բրենդի ստեղծման ճանապարհին։ Հաճախորդներն են, մեր սիրելի հաճախորդները, որ շատ հաճախ այնպես են արձագանքում, որ ես ինքս այնպես եմ ոգևորվում, որ ասեմ, փորձեմ էլ ավելին անել, ինչ որ անում եմ, այսպես ասած 24 ժամ աշխատելուց զատ, փորձեմ էլ ավելի, այսպես ասած 48 ժամ ստեղծեմ, որ կարողանամ այնպիսի ապրանքներ ստեղծեմ, որ բավարարեմ մեր հաճախորդներին, որտեղ հաճախորդները տեսնում են, թե մենք ինչ տեսականի ունենք, իրենց մոտ էլ իրենց ֆանտազիան էլ երևակայությունը սկսում է զարգանալ ու իրենք են առաջարկում, կարող է այս համեմունքն էլ ստեղծեք, ասում ինչու ոչ, եկեք փորձենք ու փորձարկման շրջանը սկսում է հենց այդ հաճախորդի տված մի հատ հարցից։ Այսինքն մեր հաճախորդները օգնում են զարգացնել մեր համովի տեսականին։ Ձեր կարծիքով լավ համեմունքը սկսում է հումքից թե համադրությունից։
եւ հումքից եւ համադրությունից, որտեղ հումքը եթե լավը չլինի որակապես չենք ստանալին ինչ որ ունենք, թե գույնի, թե համի, թե որակի տեսանկյունից։ Իսկ համադրությունը էլ ավելի շքեղ բան է ստեղծ, օրինակ հավի համեմունքը որ ունենք, շատերը ասում են հավի համեմունքը որն է։ Հավեք չորացնում ասում են, չէ։ Հավի տոլմայի համադրում ենք տարբեր համեմունքներ, որոնք կիրառվում են տվյալ մթերքը պատրաստելու համար ու ստեղծում ենք միքս։ Այդպես։ Բրենդի աճի ամենաբարդ փուլը որն էր։ Սկիզբը մարդկանց սովորեցնելը, որ փոշիները կարելի է կիրառել եւ այն փոշիները, որոնք որ օգտակար են, չունեն ոչ մի գունանյութ, հավելումներ եւ շաքար։ Եվ վերջին հարցը, երբ եք ամենաշատը հպարտացել ձեր բրենդով։ Երբ որ սկսել են համովի մասին խոսել իմ ներկայությամբ ու ասեն, որ ճանաչում են։ Այդ իմ համար հպարտություն է, որովհետև այն միջավայրը մտնեմ, որտեղ որ ինձ չեն ճանաչում, բայց ճանաչում են համովին, ավելի լավ է, քան ինձ ճանաչեն։ Այդ մեծ հպարտություն է։ Մերսի։ Արաքս ջան, մեր գույներն ավարտվեցին, բայց մեր հաղորդումը դեռ շարունակվում է։ Շատ հաճելի է։ Ձեզ խնդրելու եմ 10 վայրկյան լուր մնաք ու հետո ամփոփեք ու կիսվեք ձեր կարծիքով հաղորդման էմոցիաների մասով։ Շատ լավ։ Սկսեցինք։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 սկսեցինք։ Նախատեմ որ շատ հաճելի էր իրականում նման ֆորմատով հաղորդմանը մասնակցելը, էմոցիաներ տվեց հաղորդումը, Highfind-ը, այն էմոցիաները, որ վերհիշեմ համովի սկզբնական այդ փուլը, այն շրջանը, ոնց ես որոշում կայացրեցի, ոնց սկսեցի այդ step by step ասված, քայլ առ քայլ գնացի հասա այս կետին, իհարկե մենք դեռ շատ ճանապարհ ունենք գնալու, բայց շատ հաճելի էր, որ այդ էմոցիաները եկավ ու զգացի այն ինչի միջով անցել եմ ու հասել եմ այստեղ։ Highfind-ին կմաղթեմ էլ ավելի երկար ճանապարհ, բազում հաջողություններ, գիտեմ որ դուք եք, այսպես ասած, ստարտային փուլում, ունեք շատ բազմաթիվ հաղորդումներ, որ արդեն հասցրել եմ տեսնել ու շատ հավանել, այնպես որ 0-ից մինչև վերջ նայել եմ, ոչ բոլոր հաղորդումներն եմ հասցնում ցավոք նայել, բայց դեռ նայում եմ։ Շատ հաճելի է, որ նման կերպով, նման ֆորմատով եք անցկացնում, շատ արագ, հակիրճ, լակոնիկ, հասկանալի։ Հուսով եմ մեկ այլ արշավի շրջանակներում եւս կհայտնվեմ Highfind-ում։ Անպայման։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Արաքս ջան, ես եմ շատ շնորհակալ, որ մեր հյուրն եք, ուզում եմ ձեզ փոխանցել մեր թիմի պատրաստած նվերները, մեր ստիկերները։ Շնորհակալ եմ շատ։ Մեր կրյան թող անպայման ձեզ հաջողություն բերի, որովհետև Highfind-ի խորհրդանիշն է ու արդեն օգնում է, որպեսզի մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ գնանք։ Շատ լավ միտք է, դանդաղ, բայց առաջ գնանք։ Շնորհակալ եմ։ Եվ ուղերձներ ձեզ։ Նաև ունենք նվեր մեր գործընկերոջ կողմից Lulu Toys-ից։ Lulu Toys-ը պատրաստում է ձեռագործ իրեր։ Շնորհակալ եմ շատ, կարծում եմ բալիկներս կհավանեն։ Եվ այս գեղեցիկ ծաղիկներն էլ են ձերը Anna Flowers-ի կողմից։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ չէի կարող անմասն մնալ եւ ձեզ համար եւս պատրաստել եմ նվերներ համովի կողմից, հուսով եմ կհավանեք փոշիները ու կօգտագործեք։ Մենք արդեն ծանոթ ենք ու շատ շնորհակալ ենք։ Այսօր բացահայտեցինք Արաքսին, ում գործունեության հիմքում ընկած են ոչ միայն բնական համեմունքները, այլև հետևողական աշխատանքը, ջերմ վերաբերմունքը եւ յուրաքանչյուր ուտեստին ավելի համով դարձնելու գաղափարը։ Եթե դու էլ ունես բիզնես գրանցված Highfind-ում, միգուցե հաջորդ սրճեն կլինի քո մասին։